Սիրում եք պարզ, համեղ և օգտակար ուտեստներ, ապա ավոկադոյով այս աղցանը հաստատ պետք է փորձեք։ Պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, համը ստացվում է անթերի։ Աղցանի մեջ կա օգտակար ճարպեր, սպիտակուցներ և վիտամիններ, այս բաղադրատոմսը կհավանեն նրանք, ովքեր հետևում են առողջ սննդակարգին։ Շաբաթվա մեջ այս աղցանը ես պատրաստում եմ առնվազն 1-2 անգամ և ձեզ էլ խորհուրդ կտամ հաճախ պատրաստել։ Հեռացնում ենք ավոկադոյի կորիզը, գդալի օգնությամբ հանում ենք միջուկը և բաժանում ենք խորանարդների։ Որպեսզի աղցանը համեղ ստացվի, վերցնում ենք հասած պտուղ։ Շատերը ավոկադո չեն սիրում, քանի որ այն ունի բարձր յուղայնություն և գրեթե համ չունի, սակայն աղցանների մեջ այն անփոխարինելի է։ Մի փոքր սև պղպեղ, աղ, բուսայուղ և պատկերը ամբողջությամբ փոխվում է։ Իսկ այս պտուղի օգտակարության մասին կարելի է անվերջ խոսել, այդ պատճառով հաճախ օգտագործեք ձեր սննդակարգում։ Կավելացնենք նաև 2 խաշած հավկիթ։ Իմ հետևորդներին ցանկանում եմ տեղեկացնել, որ հայկական YouTube տիրույթում արդեն ցուցադրվում է գովազդ։ Խնդրում եմ ձեզ իմ տեսանյութերը դիտել առանց գովազդները առաջ տալու, դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ հաճելի է, նախապես շնորհակալություն։ Իմ տեսանյութերը ես նկարում եմ արագացված տեմպով և դրանք բավականին բովանդակալից են, և ընդամենը 1 րոպե գովազդ դիտելը ձեզանից երկար ժամանակ չի խլի։ Խորանարդների ենք բաժանում 1 լոլիկ, մանր կտրատում ենք մի քանի ճյուղ կանաչ սոխ և համեմ։ Մի փոքր թթվաշություն հաղորդելու համար աղցանը մատուցելուց առաջ կցողենք թարմ կիտրոնի հյութով։ Բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ և համերի նրբությունը չկորցնելու համար շատ համեմունքներով չենք ծանրաբեռնում, կավելացնենք մի փոքր աղ, սև պղպեղ և բուսայուղ։ Եթե պահք եք պահում, բաղադրիչներից կարող եք հանել միայն ձուն և անուշ անել, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Քանի որ այստեղ կա օգտակար ճարպեր, սպիտակուցներ, աղցանը երկար ժամանակ պահում է հագեցվածության զգացումը։ Խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն, վերջում ցողում ենք թարմ կիտրոնի հյութով և մատուցում ենք, բարի ախորժակ։ Այսօր էլ ավոկադոյով վիտամինաշատ և գունառատ նման օգտակար աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։